Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական վայրագությունների մասին երկրորդ միջանկյալ զեկույցի հրապարակման եւ տեղն էր խորհրդանշական եւ ժամանակը։ Դեկտեմբերի 9-ին ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրը Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ցեղասպան քաղաքականության դրսևորումների մասին խոսել է Թալիշում, գյուղ, որն ադրբեջանական հրետանու եւ դիվերսանտների թիրախներ դարձել։ Ցեղասպանության դրսևորումները արձանագրվել են ոչ միայն Թալիշում։ Ընդհանուր առմամբ կարճ կամ երկար ժամանակահատվածով ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ է եղել 31 անձանց մարմիններ։ Ադրբեջանական հսկողության ներքո հայտնվածների 31-ից 27-ը մոտ 90%-ը խոշտանգվել են, պատժվել են մահվամբ կամ նրանց մարմինները անարգվել են։ Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված բոլոր 3 քաղաքացիականները գնդակահարվել են եւ նրանց մարմինները ենթարկվել են անարգման։ Պաշտպանության բարակի 3 զինծառայող գլխատվել են։ Նրանցից 2-ը գլխատվել են հետմահու եւ մեկը դեռ ողջ եղած ժամանակ։ Սա ոչ թե սովորական պատերազմական հանցագործություն է, այլ ցեղասպանության տարրերի անթաքույց դրսևորում, սպանություն ազգային պատկանելության հիմքով։ Սա մեր հիմնավորումներով հենց մահվան պատիժ է հայ լինելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեպքերն ուսումնասիրել է ըստ ուղղությունների, միջադեպերի եւ անհատապես միջադեպեր արձանագրվել են բոլոր 3 հյուսիսային, հյուսիսարևելյան եւ հարավային ուղղություններում։ Ձեռագիրն ամենուրեք նույնն է՝ խոշտանգում, գլխատում, ականջի հատում, անդամախեղում։ Դրանք կրել են համակարգված եւ կազմակերպված բնույթ, քանի որ կատարվել են Ադրբեջանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների կողմից, որոնք բոլոր 3 ուղղություններով ապրիլի 2-ին նրանց հսկողության տակ հայտնվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ կամ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողներ։ Ռուբեն Մելիքյանը դա բնորոշում է որպես պետական քաղաքականություն։ Ի վերջո, եթե հայ զինծառայողին գլխատողը արժանանում է համագյուղացու օրհնությանը եւ մեդալ ստանում Իլհամ Ալիևի ձեռքից, այլ բան հնարավոր չէ ենթադրել։ Զեկույցը հրապարակվել է անգլերեն, մշակվում է նաեւ ռուսերեն տարբերակը։ Սահմանափակ լսարանի այն կներկայացվի կից լուսանկարներով եւ տեսագրություններով, վերցված հիմնականում ադրբեջանական աղբյուրներից։ Արձանագրված դեպքերով մարդու իրավունքների եվրոպական դատարան անհատական հայցեր արդեն կան։ Հայցատուները նախորդ զեկույցներում տեղ գտած փաստերից օգտվել են։ Ռուբեն Մելիքյանը հույս ունի երկրորդ միջանկյալ զեկույցն էլ նրանց կօգնի։ Նորայր Հովսեփյան, Հայկ Բաբայան, ժամը լրատվական։